Բավարար ակնբախ է, որ ձեր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ճնշման գործիք է։ Եթե դատանկարացնի ձեզ համար անբարենպաստ որոշում, ապօրինի որոշում, ինչպես կարձագանքի հայ առաքելական եկեղեցին, ինչ անելիք ունենք մենք ըստ ձեզ զանգվածային լրատվության միջոցներս, այդ դեպքում ինչ անելիք ունի հավատավոր հոտը։ Եկեղեցու նկատմամբ անշուշտ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ։ Եվ որոշ է, որ ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի, ինչպես ասեցինք, իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին։ Եվ որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին հեռացնել հայոց հայրապետին իր պաշտոնից։ Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության դիմեն, ձերբակալեն հայոց հայրապետին, անշուշտ մենք պիտի ենթարկվենք գործող օրենքին։ Եթե անարդար է, բնականաբար բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի։ Անարդարությունը գործադրության չդրվի։ Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների պարականը, մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը եւ որոշումը։ Բայց որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու։ Մենք շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր սրբազան ուխտին, հավատարիմ մեր ծառայությանը, մեր ազգին եւ հայրենիքին, հավատարիմ մեր եկեղեցու ինքնավարության, պաշտպանությանը։ Եթե իշխանությունները ապօրինի բիրտ մեթոդներով այնուամենայնիվ կարողանան հասնել ձեր հեռացմանը, ձերբակալմանը, Աստված միարասցե, դա կլինի անձնական պարտություն, թե հարված ամբողջ եկեղեցուն եւ հավատավոր հոտի։ Պետք է ասեմ, որ այդքան դյուրին չէ հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները։ Եվ հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի եւ կառույցի տնօրինման։ Եթե հարցեր կան ընդդեմ հայոց հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում եւ կայացվում են համապատասխան որոշումներ։ Այնպես որ այդ սկզբունքները մենք ամենայն ջանադրությամբ պաշտպանելու ենք եւ չենք ենթարկվելու ճնշումների որևէ բռնության։